Տնտեսագիտականի լսարանում աշակերտներ են հավաքված մասնակցելու տարվա բիզնես օլիմպիադային։ Գիտելիքների այս տուգատեսը Երևանում անցկացվում է Լոնդոնայի միջազգային ուսումնական կենտրոնի և շվեյցարական EU Business School-ի համագործակցությամբ։ Միայն ողջույնը չէ, որ անգլերեն է, որպեսզի մեր երիտասարդներն ավելի վստահ մասնակցեն սովորաբար արտասահմանում շարունակվող օլիմպիական հետագա փուլերին, պայմանը եղել է բիզնես թեմաներին օտար լեզվով տիրապետելը։ Հայտերի քանակը դրանից գուցե մի քիչ կրճատվել է, բայց դիմումների պակաս չունեն, վստահեցնում են բիզնես օլիմպիադան Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպող կենտրոնից։ Ավելի քան 300 գրանցում ենք ունեցել այս տարի, որը ռեկորդային էր։ Հայաստանի տարբեր մարզերից ունենք գրանցումներ և պետական և մասնավոր դպրոցներից, ինչպես նաև քոլեջներից։ Մինչև խնդիր առաջադրանքների փուլին հասնելը երիտասարդները 2 օր հեռավար վարպետության դասեր կստանան Եվրոպայի բիզնես դպրոցի պրոֆեսոր Ռոդրիգո Իգլեսիաս Թորթուրելիից։ Այս բիզնես մրցանակաբաշխության նպատակն է միաձուլել տարբեր թեմաներ, տեխնոլոգիաների, արհեստական բանականության միջոցով ֆոկուսավորել բիզնես կառավարումն ու շուկաները, 2 հիմնական մոդուլ ենք ունենալու։ Առաջին վեբինարին դասախոսը կենտրոնացավ աշխատաշուկայում այժմ թրենդային համարվող թվային մարքետինգի վրա, ինչ ապրանքի կամ ծառայության համար սոցիալական որ ցանցում ավելի արդյունավետ կլինի գովազդային արշավը և ինչու։ Անգամ եթե թեման մրցույթային խնդիրների մեջ չլինի, սովորածն իրեն հաստատ պետք կգա, համոզված է Պոլիտեխնիկի ավագ դպրոցից օլիմպիադայի եկած երիտասարդը։ Ինձ հաստատ կօգնենք, համար ես ուզում եմ բիզնեսի գծով շարունակեմ, մեծ հավաքակցությամբ կառավարում, ուզում եմ իմ բիզնես ունենամ։ Նման միջոցառումները երիտասարդներին նաև շատ օգնում են ճիշտ կողմնորոշվել բուհ ընդունվելիս մասնագիտություն ընտրելու հարցում, արձանագրում են տնտեսագիտական համալսարանում։ Հենց այդ պատճառով էլ հյուրընկալել են միջազգային օլիմպիադան, որին ի դեպ իրենց քոլեջի 10-ից ավելի սան է մասնակցում։ Ձևավորել մի բիզնես մտածելակերպ, ունենալ տարբեր հնարավորություններ բիզնեսի ոլորտում, նոր հմտություններ, նոր գիտելիքներ ստանալու համար, իհարկե տնտեսագիտական համալսարանն էլ ինքնին նպաստում է խթանում մեր գործընկեր կազմակերպությունների հետ նման նախաձեռնությունների իրականացումը։ Երկօրյա օնլայն դասախոսությունից հետո երիտասարդները 2 շաբաթ ժամանակ կունենան մրցույթային առաջադրանք նախագիծ պատրաստել ներկայացնելու համար։ Հաղթողը կմեկնի Իսպանիա։ Առաջադրանքը դեռ գաղտնիք է, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու նորագույն մեթոդները կիրառելով։ Առաջին հորիզոնակազմը զբաղեցրած մասնակիցը կստանա Իսպանիայում Summer Camp-ի հնարավորություն անվճար հիմունքներով։ Լավագույն 30-ը ազգային ժողովում բաց դասի հնարավորություն և լավագույն հնգյակը կստանան Էմ Առաքելյանի կողմից, ով Orion Worldwide Innovation-ի հիմնադիրն է, վարպետության դասեր։ Բիզնես օլիմպիադայի մրցանակակիրների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 18-ին միջազգային կրթական էքսպոյում։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։